Ադրբեջանական կողմը ապրիլի 20-ին ժամը 2:30-ի սահմաններում կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը, տուժածներ չկան։ Առավոտից տեղեկություններ են տարածվում նաև, որ գիշերը շուրջ 1 ժամ անդադար կրակոցներ են լսվել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում։ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ, հայտնել է փոխվարչապետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռևս չկա։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունն այսօր դատական նիստի ժամանակ վատացել է։ Մինչ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դիրքորոշում է ներկայացրել մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեմ, Խաչատուրովն առանց որևէ բան ասելու լքել է նիստերի դահլիճը։ Դատավորը 5 րոպե ընդմիջում է հայտարարել։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի B2 թաղամասի շենքերից մեկի բակում այսօր դարակահարություն է եղել, ինչից հետո հնչել են կրակոցներ։ Շամշյանքոմի տեղեկություններով դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված եւ 2 չկրակված պարկուճ, իսկ շենքի վերելակի մոտ աստիճանների ջաղավանդակի վրա արնանման հետքեր։ 1 մարդ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, պարզվում է վիրավորի, նաև դեպքի մասնակիցների ինքնությունը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվամբ Վատիկանում սկսվել է թափուրաթորի շրջանը Սեդեվականտեն։ Այդ ժամանակ առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ Կոմերլենգոն։ Այժմ նա ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։ Հենց Ֆարելն է հայտարարել հովվապետի մահվան մասին, նա էլ կազմակերպում է հուղարկավորությունն Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, մինչ կաթոլիկ եկեղեցու ղեկավարումը ստանձնել է Խորխե Մարիո Բերգոլիոն, մահացել է ապրիլի 21-ի առավոտյան։ Նա գահադրվել է 2013 թվականին, դառնալով պատմության մեջ առաջին պապը ամերիկյան մայրցամաքից։ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Օմանում, հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Բանակցությունները կկենտրոնանան միջուկային հարցերի եւ պատժամիջոցների վերացման վրա։ Բաղային հայտարարել է, պատժամիջոցները որևէ հիմք չունեն, Թեհրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ մտահոգություն չկա։ Բաղային հավելել է, Մասկատում կկայանա փորձագիտական եւ տեխնիկական հանդիպում, ինչպես նաեւ Ուիտկով արարչի բարձր մակարդակի հանդիպում։ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգության համար, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովը։ Նա հավելել է, այդ հեռանկարը նաև ուկրաինական հակամարտության պատճառներից մեկն էր։ Ուկրաինան որևէ պարագայում չպետք է դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ինչպես նաև պետք է զրկված լինի նման հեռանկարից, ընդգծել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է վերջին շրջանում այս թեմայի շուրջ Վաշինգտոնից հնչող հայտարարությունները, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառվում է, որոշակի լավատեսություն են ներշնչում Մոսկվային։